Այսօր մեզ է միացել ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Կարագին Միսկարյանը, բարև ձեզ։ Բարի երեկո։ Բաքվի հետ պայմանագրի ստորագրման շուրջ խոսակցությունները ակտիվացել են հայկական կողմից, ադրբեջանական կողմից, կարևոր դերակատարների կողմից, խեր լինի, ինչ է։ Դե խեր է, կարծում եմ Նիկոլ Փաշինյանի համար այդ փաստաթղթի ստորագրումը հավասարազոր է վերընտրվելուն։ Չէ՞ հա։ Այո, որտեվ եթե օրինակ այլ դեպքում անհրաժեշտ կլինի քարոզարշավին ինչ որ նոր բան հորինել, որտեվ կարծում եմ էլ ասֆալտին փռելը չի օգնի, ապա դա այն միջոցն է, որը թույլ կտա իրեն շատ հեշտ նորից ստանալ հանրության վստահության քվեն։ Եթե այդ փաստաթուղթը ենթադրում է իրական խաղաղություն։ Կապ չունի։ Ինչու՞ չունի։ Որովհետև ընտրվելուց հետո կերևա այդ փաստաթուղթը ինչ էր ենթադրում, բայց ընտրվելու պահին կարևոր է լինելու փաստաթղթի։ Այսինքն Ադրբեջանը խաղում է մեր ներընտրական դաշտում, հա։ Միանշանակ իհարկե, բա արտաքին խաղացողները Ռուսաստանն էլ, Ադրբեջանն էլ, գուցե նաև Թուրքիան, վստահաբար, գուցե չէ։ Արևմուտքը բոլորն էլ մեր քաղաքական դաշտում խաղում են։ Մեր քաղաքական դաշտ չէ։ Ինչ է դերակատարվածությամբ, ինչն է նրանց։ Ադրբեջանինը։ Օրինակ Ադրբեջանին, հա։ Դե Ադրբեջանը տարբեր է։ Պլան մաքսիմումը այդ այն է, որ Հայաստանը լինի իր վերահսկելիության տակ գտնվող, նո, ասենք ինչ որ գազայի նման հատված, օրինակ։ Նվազագույնը այդ այն է, ինչ այս պահի դրությամբ կա, դրանից ավել ինչ կստանա շահած է։ Այսինքն այս պահին մենք ունենք էլի նորից շրջափակման պայմաններում ենք, չէ՞, անընդհատ ներքաղաքական կամ մեր ներքին կյանքին իրանց խառնվելու հնարավորություններ անսահմանափակ են եւ այլն, այսինքն պետք չի թվարկել ինչ ազդեցություն ունի Ադրբեջանը այսօր թեկուզ մեդիայի, ել չեմ ասում արտաքին իր դիվանագիտական ճակատում եւ այլն, բայց դա նվազագույնն է, այն ինչ ունի այս պահին, ինքը ձգտում է ավելիին։ Ինչ ունի այդտեղ Ամերիկան։ Կարծում եմ Ուկրաինայի ճակատում Տրամպի ցախողումը բերել է նրան, որ իրեն պետքա ինչ որ միտեղ հաջողություն ցույց տա, որ տեսեք այս հարցը ես լուծեցի։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր է Միացյալ Նահանգների համար, այդ արտահայտությունը ես վերցրել եմ Տրամպի հաղորդագրությունից։ Այո, եւ դա ինքը անկեղծ է ասում։ Իհարկե Միացյալ Նահանգները ասելով ինքը նկատի ունի իրեն եւ իր իշխանությունը։ Չէ, մեծ հաշվով Միացյալ Նահանգների համար էլ, որովհետեւ եթե այդ խաղաղության պայմանագիրը տա այն արդյունքը, որը ակնկալվում է, ապա ինչու ոչ, Միացյալ Նահանգների համար դա կարող է լինել։ Բայց եթե նույնիսկ այդպես չլինի, միայն ձևական կողմը պահպանվի, ինչպես օրինակ Հայաստանի ղեկավարի դեպքում նշեցինք, ապա դա նույնպես Տրամպի համար կարևոր է ցույց տալու համար, որ ինքը ներազդել է օրինակ Ռուսաստանի շրջակայքում պերիֆերիա, հա, այսպես եզրագծով որևէ տեղ ինքը իր ազդեցությունը թողել է։ Անկամ Էրդողանն է ասում, այս հարցում նվազագույն մտահոգություն չկա այլևս։ Այո, դե չկան օրինակ, եթե Ամերիկայի դեպքում դա միայն կարող է հռչակագրային մակարդակում լինել, ապա Էրդողանի դեպքում, եթե դա իրապես միտված է խաղաղություն հաստատելուն տարածաշրջանում եւ այդ խաղաղությունը Հայաստանի չլինելու կամ չեզոքացնելու այս արտահայտությունը վկայում է այն մասին, որ ինքը չի կասկածում, որ այդ համաձայնագիրը պետք է Չէ, կլինի համաձայնագիրը ինչ գնով կլինի, դա է հարցը, այսինքն Էրդողանը ուզում է, որ համաձայնագիրը լինի, վստահ եմ, եւ ուզում է, որ իրենց պայմաններով լինի։ Դե գինը տեքստում գրված է արդեն, ուրիշ ինչ գնա։ Որ գինն է գրված տեքստում։ Այն տեքստը, որը համաձայնեցված է Բաքվի եւ Երևանի միջեւ։ Չէ, դա հռչակագրային մակարդակում հայտարարություն է, ինչպես օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Չեմ ասի, որ իրենք համարժեք են
նոյեմբերի 9-ի հայտարարությունը ավելի քիչ ուժ ունի միջազգային առումով, քան կունենա այս խաղաղության փաստաթուղթը։ Բայց մյուս կողմից հաշվի առնելով աշխարհաքաղաքական այս խմորումները, գործող պայմանագրերը չեն աշխատում, այսինքն Ուկրաինայի վրա Ուկրաինայի ուղղությամբ Ուկրաինայի վրա հարձակվեց Ռուսաստանը, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Ուկրաինայի անվտանգության երաշխավորն էր։ Հիմա ինչ է խանգարում, որ Ադրբեջանը այդ պայմանագրի արկայության պայմաններով որևէ պատրվակով, օրինակ պարտադիր պահանջ լինի, որ Հայաստանը պիտի օրինակ այս ինչքան զորքից ավել չունենա կամ այսքան, այսինքն ինչ որ սահմանափակումներ, որը իրականում չի բխի մեր պետական շահից։ Բացի այն ինչ մենք գիտենք, այն ինչ շրջանառվում է այսօր։ Միանշանակ այն ինչ շրջանառվում է, դա ցույց են տալիս այդքան, բայց վստահաբար իրենք ունեն ավելի մեծ ախորժակ, քան այդ շրջանառվողնա։ Եվ ունեն պլան B, C, D, մեր նման չի, որ ստորագրել անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր ասել է, դիվանագիտական խողովակով խորհրդակցություն է իրականացում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Վերցանենք, հա, համատեղ ուժերով։ Տեքստի մասին է խոսքը, թե դիվանագիտական խողովակով համաձայնեցում են տեղը, ժամկետը կամ այլ պարագաներ։ Դե կարծում եմ տեքստը մեծ հաշվով համաձայնեցրած է, այսինքն այն անհամաձայնությունները, որոնք կան, կամ այն պահանջները, որոնք Ադրբեջանը դնում է, հիմք չեն տալիս կարծելու, որ առանց դրա չի ստորագրվի։ Նայեք, Ալիևը 3 թե առաջ օրը հայտարարել է Շուշիում 3, որ Հայաստանը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Այսինքն ինքը հայտարարել է, հռչակել է, որ Ադրբեջանի դեմ պատերազմում էր Հայաստանը եւ որ Հայաստանը ստորագրել է, այսինքն Հայաստան կապիտուլյացիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Դա նշանակում է, որ այդ խաղաղության պայմանագիրը պիտի լինի ըստ Ադրբեջանի իր պայմաններով։ Հիմա մենք ինչ կարող ենք դրան հակադրել, ինչպես կարող ենք դրան դիմակայել, դիմագրավել, այս ստորագրելը ոչինչ չի փոխելու։ Դա վստահաբար եմ ասում, այսինքն Հայաստանի խնդիրը Ադրբեջանը չի, Հայաստանի խնդիրը Ռուսաստանը չի։ Դե ենթադրյալ խնդիրներից մեկը դա երթուղին է, որի մասին խոսում են, կամ խնդիրն է երթուղին։ Միջանցքը, որը տեքստից դուրս է, բոլորի։ Հա, դուք նկատի ունեք, հա, խնդրահարույց կետ որպես։ Հա, որ Հայաստանի դա չի։ Այսօր Էրդողանը ասում է, որ Զանգեզուրի, հա, օգտագործում է Զանգեզուրի երթուղի տերմինը եւ դիմում է Իրանին, որ Իրանը համաձայն։ Իրանի ինչ գործն է Զանգեզուրում երթուղի թե միջանցք։ Չէ, դե եթե վերցնենք բանական, այսպես սառը մոտեցում։ Եթե Նախիջևանը ինչու է դիմում Իրանին, որտեվ Իրանն է դեմ Հայաստանի ռուսները դեմ չեն։ Ռուսները կողմ են միջանցքի։ Միանշանակ իրենց վերահսկողության տակ։ Ռուսական վերահսկողություն։ Իհարկե։ Էրդողանը կուզենա ռուսական վերահսկողություն։ Նայեք, հաշվի առնելով նորից աշխարհաքաղաքական զարգացումները, ավելի լավ է Թուրքիայի համար այդ վերահսկողությունը լինի ռուսական, քան թե հայկական, որովհետև վաղ թե ուշ ռուսները կգնան այդտեղից եւ հարց կառաջանա, բայց եթե ռուսները չկան, ով է պահելու։ Իսկ եթե ռուսները չգնան, միևնույնն է իրենք են էլի պահելու, այսինքն եթե ռուսները կարողանան այնպես հիմնավորվեն, որ Հայաստանը չկարողանա վերահսկել միջանցքը եւ շարունակեն օրինակ իրենք վերահսկել, եթե ի սկզբանե իրենք լինեն, ապա դա միևնույնն է կլիներ այդպես, իսկ եթե Հայաստանը վերահսկի, ապա դժվար կլինի Հայաստանից հետո հետ վերցնել։ Քո նշածը Էրդողանի փորացավն է, թե Բաքվի։ Թե ռուսների։ Բոլորի Էրդողանինն էլ, Բաքվինն էլ, դե նայեք, եթե զուտ միայն տնտեսական տեսակետից նայենք։ Եվրոպացիներին խնդրում եմ չմոռանալ, հա։ Չեմ մոռանում, բայց այսօր եվրոպացիները իրենց սրտում պատերազմ ունեն եւ ԱՄՆ-ի հետ քաշվելուց հետո խնդիր է առաջացել եվրոպացիների համար իրենց անվտանգության հայեցակարգ ունենալ եւ պլան մշակել, այսպես ասած։ Իհարկե լավագույն տարբերակը կլիներ, որպեսզի մենք այդ
նոր անվտանգային համակարգի մաս կարողանայինք դառնալ։ Բայց դարձյալ վերադառնալով այն մտքին, որ խնդիրը Ադրբեջանը չի, մենք ենք, մեր խնդիրը մեր պետականությունն է, մեր ինստիտուտներն են։ Եթե մեր ինստիտուտները կայանան, ոչ մի խնդիր չի լինի, ոչ խաղաղության պայմանագիր ստորագրելու առումով, ոչ չստորագրելու դեպքում, այսինքն խնդիրներ միշտ լինում են, այդպես չի եղել, որ եթե հավատանք Սուրբ Գրքին, ապա դրախտից հետո ինչ եկել են երկիր, մարդկությունը միշտ խնդիրներ կա, այնտեղ էր որ խնդիր չկար մինչև այդ մի պահ։ Բայց այսինքն երբ որ խոսում ենք խնդիր չլինելու մասին, խնդիրների լուծելիության աստիճանն է կարևոր եւ դրա լուծման հարցում մեր շահերը պաշտպանելու խնդիր կա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասում է Սյունիքում լարվածությունը պահպանվում է։ Ասում է այն պահին, երբ Սյունիքում ամենախաղաղ շրջանն է։ Ճիշտ է ասում, Սյունիքում լարվածությունը քանի դեռ Ռուսաստանը այս տարածաշրջանից չի գնացել, որտեղ որ Ռուսաստանը ուզի լարված իրավիճակ ստեղծել, ինքը ցանկության մասին է խոսքը, ոչ թե իրական լարված։ Դե ուզում եմ ասի, մենք դեռ ի վիճակի ենք այնտեղ լարվածություն ստեղծել, հա, օրինակ, նայեք, մեր անվտանգությունը այնքան փխրուն է եւ արտաքին առումով եւ ներքինը, եւ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը մեր հատուկ ծառայություններում, ոչ հատուկ ծառայություններում եւ այլ վայրերում Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է չասեմ ռազմական կամ տերորիստական, բայց այնպիսի իրավիճակ ստեղծել, որ այդ փխրուն կայունությունը շատ խիստ ցնցվի։ Լավ, կարող է, ինչու։ Դե հիմա զգուշացնում է ուղղակի։ Եկեք չմոռանանք, երբ որ Ռուսաստանը, երբ որ խոսք էր գնում Ղարաբաղի հայերի տեղահանման մասին, Ռուսաստանը ասում էր հայերը ազատ են գնալ Հայաստան, բայց մենք չենք երաշխավորում նրանց անվտանգությունը գնալու ժամանակ եւ տեղի ունեցավ այդ իրենց չերաշխավորած տեղահանության ժամանակ տեղի ունեցավ Ստեփանակերտի այդ պայթյունը։ Այո, այսինքն ես կարծում եմ, որ դա ուղիղ զգուշացում է։ Իհարկե, միշտ չի, որ այդ զգուշացումները ի վիճակի են իրենք իրականացնելու, բայց կոնկրետ քանի դեռ ծայրահեղ չի իրավիճակը, զգուշացումներով կբավարարվեն։ Սյունիքում այսպիսի ընդգծված դրսի հետաքրքրությունը հենց միայն այդ երթուղով է պայմանավորված։ Դրսին ում նկատի ունեք։ Երկուշաբթի կբացվի ֆրանսիական հյուպատոսությունը։ Կոնկրետ Սյունիքի մասին։ Սյունիքի մասին։ Հա, իհարկե։ Իրանականը գործում է։ Ռուսները ասում են, բա մեր ինչու չի բացում, հələ մի բան էլ դժգոհում։ Սյունիքը ռազմավարական նշանակություն ունի, այն երթուղին է պատճառը։ Այո, տարանց ինքը այսինքն լինելու է անպայման ինչ որ մի բան։ Երթուղի կլինի անուն կա արդեն։ Այսինքն Սյունիքը հյուսիսից հարավ կտրում է Ադրբեջանը եւ Թուրքիան իրարից եւ թուրքական աշխարհը իրարից, Պարսկաստանի հետ։ Եթե Սյունիքը չլինի, հյուսիսն ու հարավն են կտրվում իրարից թուրքական աշխարհով, այսինքն այս տարածաշրջանում հիմա ֆրանսիացին գալիս է Եվրոպայից մինչև Կասպից ծով եւ գուցե մի քիչ են կողմ, այդ ամբողջ լայնությունը վերահսկվում են թուրքական պետություններ, թրքախոս ժողովուրդներ, չգիտեմ, ոնց կուզեք ասեք։ Գամ նորից պայմանագրին, որ հիմա խոսում են ուր որ է կստորագրվի։ Այդ պայմանագրի հիմքում դա է, այդ խնդիրն է։ Ոչ, պայմանագիրը ստորագրել չստորագրելը դրա հետ կապ չունի։ Միջոց էր Հայաստանին համոզելու, ստիպելու, պարտադրելու, խնդրելու, չգիտեմ, որպեսզի այդ տարածքը Սահմանազատումը ինչին է սպասում այդ դեպքում։ Սահմանազատումը ոչ մի բան է, մենք խոսացին Ալիևի ինչին է պետք սահմանազատում Հայաստանի հետ, այսինքն իր խնդիրն է լեգիտիմացնել Հայաստանի գործող սահմանները, չէ։ Նայեք, դարձյալ վերադառնալով Ռուսաստանին որպես տարածաշրջանի խաղացող, ցարական Ռուսաստանի այս տարածաշրջան մտնելուց ի վեր, սրանք համարվել են Ռուսաստանի արտաքին սահմաններ։
Ներքին վերաբաժանումները դրանք վարչական սահմանների փոփոխություններ են։ Իհարկե, ասենք Կարսնել գումարածելի Ռուսաստանի տիրապետության տակ ա եղել, հետո ինչ որ փոխեցին, բայց դա չի։ Դե Կարսը իրեն էր պետք է դեպքում չի չփոխեց։ Այո, ում Ռուսաստանի։ Չէ, ինքը փոխեց իր կարծիքով համարժեք ուրիշ բանով, Բաթումիով։ Բայց դա չի էականը, այսինքն կարող էր պահել եւ չպահեց, այդպես չի։ Եթե իրեն ձեռնտու լիներ Կարսը պահել ավելի քան զիջելը, ապա դրա համար բոլոր նախադրյալները կային։ Ես չգիտեմ ինչ են պայմանավորվել, ինչպես են պայմանավորվել եւ ինչու հատկապես այդ տարածքը տրվել է Թուրքիային։ Բայց եւ այնպես հիմա մեր խնդիրը հասկանալ Ռուսաստանի տրամաբանությունը այս տարածաշրջանում։ Ըստ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանը իր ներքին վարչական սահմաններից մեկն է։ Եվ այսինքն փիլիսոփայության մասին է խոսքը, իրավական չէ։ Եվ եթե Ադրբեջանը եւ Հայաստանը սահմանազատում են անում, այդ նշանակում է ուղիղ, որ իրենք Ռուսաստանի ազդեցությունից, այսպես ասած, հրաժարվում են, այսինքն հրաժարվում են ճանաչել Ռուսաստանի գերակայությունը այս տարածաշրջանում։ Իսկ դա պետք չի Ռուսաստանին 1000 տարի եւ մեծ հաշվով Ադրբեջանին էլ այս պահին, որովհետեւ Ադրբեջանը ի տարբերություն մեզ Ռուսաստանի հետ էլ սահման ունի եւ Վրաստանի հետ սահմաններն էլ շատ վիճելի են եւ հաշվի առնելով նաեւ Մարնելուի շրջանում մեծ քանակով ադրբեջանցիների արկայությունը շատ հնարավոր է որ ոչ կայուն ժամանակներում Ադրբեջան նախատեսում է իր Վրաստանի հետ սահմանազատում անել Մարնեուլի շրջանի վրացական սահմանի հետ։ Այսինքն հերահար ինչ պլաններ ունեն եւ այդ պլանների մեջ որտեղ է Հայաստանի հետ սահմանազատումը։ Շատ լավ։ Գանք ներս մեր պետական ինստիտուտներին, որի մասին դուք ակնարկեցիք, Զորակոչի նոր օրինագծին ծանոթ եք։ Այո, շատ խորը չեմ ուսումնասիրել։ Դե խորը հնարավոր չի, որովհետև դեռ փոփոխվում է, դեռ քննարկվում է, դեռ վիճում են։ Այնքան ինչքան դրված է շրջանառության մեջ։ Ինչ ուղղություն է դա մեզ համար։ Նայեք, ես մոտավորապես հասկացել եմ, ասեմ, որ մենք ի վերջո ուրիշ ընտրություններ չունենք, մենք պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակ կազմավորելու ճանապարհով։ Չէ, պրոֆեսիոնալ բանակի մասին խոսք չկա։ Չէ, ես կոնկրետ դա չեմ համարում, որ այդ օրինագիծը մեզ տանում է ուղիղ այդ ճանապարհով։ Փոքր պետությունները ունեն մշակված, այսինքն կա փոքր պետությունների համար մշակված արտաքին սպառնալիքների դեմ դիմակայելու մարտավարություն։ Դա կոչվում է համապարփակ անվտանգային համակարգ կամ դրա ներդրումը։ Այդ համապարփակ անվտանգային համակարգը նշանակում է, որ պետությունը ունենում է բանակ, բայց պահեստազորը միշտ պատրաստ է շատ կարճ ժամանակում մտնել անհրաժեշտ Լավագույն օրինակ Ֆինլանդիան է, ասեմ ես։ Այո, Ֆինլանդիան, Շվեդիան, Շվեյցարիան, որոնց բնակչության քանակը մոտ է հայկականին։ Այո, եւ իհարկե դրա համար մեծ ռեսուրսներ են պետք, բայց սա այն կոնցեպտն է ազգի, պետության կայացման, որը իր ծախսերին համապատասխան քեզ բերում է արժեք, այսինքն այնպես չի, որ դու քո ժամանակը վատնում ես քո պետության անվտանգությունը բարձրացնելուն եւ այդ ժամանակում դու չես գնում ինչ որ արժեք։ Լավ, իսկ օրինագիծը ինչի՞։ Օրինագիծը հակապետական է, եթե նայեք, ինքը լուծում է խնդիր շատ ռացիոնալ դաշտում։ Մենք ասում ենք, ունենք ծնվող տղա երեխաներ, որոնք պետք է գնան բանակ, բայց մինչև 14 տարին լրանալը նրանց ծնողները իրենց երեխաներին տանում են արտասահմանում գրանցում են, հրաժարվում են քաղաքացիությունից, որպեսզի բանակ չգնան։ Այդ երևույթին ես անձամբ հանդիպել եմ, երբ որ իմ տղան ֆուտբոլ էր պարապում, այդ ժամանակ մի օր պարզվեց, որ մեծ թվով տղաներ Հայաստանի քաղաքացիությունից կամ հրաժարվել են կամ ի սկզբանե չունեին։ Բայց դա չի հարցը։ Հիմա կա խնդիր ոչ թե ինչպես անել, որպիսի
այդ վատ իրավիճակից մենք առավելագույնը շահած դուրս գանք օրինակ ֆինանսապես։ Այլ ինչպես լուծել օրինակ բանակի թվականակի խնդիրը։ Այն որ մենք որոշել ենք, որ նրանք բերեն մեզ 15 միլիոն տան, ովքեր չեն ուզում ծառայեն, մենք տանք նրանց, ովքեր ի վիճակի չեն գնել այդ ազատությունը եւ այդ մարդկանց առնել, որ անուն դնել, որ մենք պրոֆեսիոնալ բանակ ունենք, դա պրոֆեսիոնալ բանակ չի։ Մեր պետության անվտանգության հայեցակարգը պիտի լինի արդարության վրա։ Օրինակ ես համարում էի, հիմա էլ համարում եմ, որ արդար չի, որ պետական ամբողջ անվտանգության կամ պաշտպանության հարցը 18-ից 20 տարեկանների վրա է ընկածա, այսինքն այդ նորմալ չի, դա լավ չի։ Եվ այսօր որ կա օրինակ 21 օրյա թե 25 օրյա հավաքները, դա ինչ որ ձևով ոչ շատ արդյունավետ, ոչ լավ, այն չի ինչ որ պետքա, բայց դա փորձ է այդ բեռը թեթևացնելու։ Հիմա եթե մենք կարողանում ենք միտեղ այդ խնդիրը լուծել, այն որ 40%-ն է գնում բանակ եւ 60%-ը չի գնում բանակ, դա չի նշանակում եկեք այն 60%-ից փող վերցնենք, իրանց քրեական հետապնդում չանենք եւ այլն։ Ես չեմ ասում, որ եղածը լավ է։ Ես ասում եմ այն լուծումը, որը առաջարկում է, հերահար պլանում ինքը ավելի վնասելու է մեր ներքին բարոյահոգեբանական մթնոլորտին, արդարության մեր ընկալումներին, մեր հասարակության մեջ հարաբերությունների որակին, քան նպաստելու է։ Այսպիսին էր Գարեգին Միսկալյանի կարծիքը կոնկրետ օրինագծի վերաբերյալ, շնորհակալություն այսօր մեր հրավերը ընդունելու համար ժողովրդավարական հարթակ հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկալյան